Արագածոտնի թեմի երիտասարդաց միություններն արդեն երկրորդ տարին է մեծ պահքն անցկացնում են պատարակներին կամ ժամերգություններին միասնական մասնակցությամբ, որից հետո զրուցում են տարբեր հարցերի մասին։ Տեր Փառենն ասում է, որ պատանիների եւ երիտասարդների իրեն ուղղված հարցերը հատկապես պահքի շրջանում շատ են։ Ամենակարևոր հանգամանքներից մեկն այն է, որ իրենց հարցը չեն ուղղում ուրիշ մեկի, իրենք իրենց հարց ուղղում են իրենց հոգևորականին եւ իրենց հարցի պատասխան ակնկալում են հենց հոգևորականից, այլ աղբյուր չեն փնտրում, իրենց աղբյուրը, մաքուր աղբյուրը եկեղեցին է։ Այս անգամ երիտասարդները Լուսագյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում էին մասնակցում երեկոյան ժամերգությանը։ Ոմանք վաղուց են երիտասարդաց միությունների կազմում, մյուսները նոր են սկսում հաճախել։ Ավելի շատ սկսեցինք պահքի ընթացքում կարդալ Աստվածաշունչը, այն ժամանակ կարդում էի, բայց շատ քիչ, իսկ հիմա ժամանակը շատ եմ տրամադրել, որ կարդամ։ Թեմակալ առաջնորդի Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանի օրհնությամբ թեմում 19 երիտասարդաց միություն է գործում, որոնցում ընդգրկված են շուրջ 350 երիտասարդներ եւ պատանիներ։ Երիտասարդաց միությունը ակտիվ է, ծրագրեր են իրականացնում տարաբնույթ, թե հոգևոր, թե սոցիալական, թե կրթական։ Այս պահին երիտասարդաց միության ծրագիրը, որը իրականացնում ենք, այս ամենաշաբաթյա հանդիպումներն են տեղական երիտասարդաց միությունների հետ։ Առաջիկայում նախատեսում ենք վիկտորինաներ, ճամբարներ։ Չերկմտել, հաստատուն մնալ հավատի մեջ։ Այս խորհուրդը տվեց Տեր Հայրը երիտասարդներին, հիշեցնելով Սուրբ գրային պատմությունը։ Երբ որ Մովսեսը կանգնեց իր ժողովրդի հետ Կարմիր ծովի առջև, դիմացը Կարմիր ծովն էր, իսկ թիկունքում Փարավոնի զորքն էր, բայց չերկմտեցին եւ հասան Ավետիաց երկրին։ Մենք էլ խնդրում ենք, հորդորում ենք, խորհուրդ ենք տալիս մեր ընկերներին, երիտասարդներին եւ պատանիներին երբեք չհուսահատվել, որովհետեւ ամեն մի դժվարություն մենք ընդունում ենք իբրև մի խաչ, իսկ գիտենք, որ Աստված մեր ուժերի եւ կարողությունների շատ ավել խաչ մեզ չի տալու։ Սոնա Խաչատրյան, Հարություն Տոլանյան, Եկեղեցական կյանք։